Աղաս, ի՞նչ է նշանակում ընդամենը կասկածներ են։ Մենք ընտանիք ենք, ոչ թե ոստիկանություն։ Դու քո կնոջը պիտի համ կասկածներիդ մասին ասես, համ էլ մտքերիդ։ Իսկ դու հիմա նենց ես լռում, ոնց որ վախենում ես դատարանում սուտ վկայություն տաս։ Սիմա ինչ կապ ունի ոստիկանությունը, հա? Տղամարդու խոսքը։ Բա չէ, կանանց նման մտքին ինչ եկավ, միանգամից ասի։ Շնորհակալություն, աղաս։ Դե լավ էլի Սիմա ջան, էլ մի պատմություն սարքի։ Դու շատ լավ էլ հասկացար, թե ինչ եմ ասում։ Լավ, քանի որ աղջիկդ տնտեսագիտական համալսարանում չի սովորում, այլ ոստիկանական ակադեմիայում, ինքդ էլ կնստես ու իրան կսպասես։ Ես գնում եմ քնելու։ Կանգնես Սիմա։ Հիմա ասես թողնում ես ու գնաս, հա? Հա, հոգնած եմ։ Հոգնած եմ, ուզում եմ հանգստանամ։ Ու քանի որ այս տանը ինձ ոչ ոք լուրջ չի վերաբերվում, ես կգնամ։ Ես կասկածներ ունեմ, որ Մեգին ու Արսենը հանդիպում են։ Հա, հիմա հանգստացար։ Ինչ։ Ինչ ասեցիր աղաս։ Մեգին ու Արսենը հանդիպում են։ Արսեն։ Հա, Արսենը այն սիրուն ժպտերես բարետես տղան չի։ Դե հա, ժպտերես բարետեսս որն է տղամարդու դու էլ։ Մի րոպե, բայց եթե այդ ամեն ինչը լուրջ է աղաս, ուրեմն Մեգին պիտի խելքը գլուխը հավաքի։ Իրանով պիտի զբաղվի խոհանոցով, դե ամուսնանալ կա, տան հոգս կա, ու շատ հնարավոր է, որ այդ տղային իր մասնագիտությունը դուր չգա։ Սիմա, մի րոպե հանգստացի, մի հատ ինձ լսի, Սիմա։ Հա, ասա լսում եմ։ Դու ոնց որ Արսենին ինչ-որ մեկի հետ խառնում ես, հա? Չէ, չեմ խառնում։ Այսինքն հիշում ես, որ Արսենն էլ է ոստիկան։ Հա, ոնց չեմ հիշում, որ Արսենն էլ է ոստիկան։ Ոնց։ Մի րոպե։ Արսենը ոստիկան է։ Այո։ Ու այդ նշանակում է, որ Մեգին ակադեմիայից ուղիղ գծով ոստիկանություն կգա։ Այդ հեչ լավ բան չասեցիր։ Ուր կորավետի։ Անիմաստ արդեն փախավ։ Տեսա դրան։ Հաստատ էս թաղրին լավ ծանոթ էր։ Ծագուծուկերով թռավ։ Դեմքը տեսա դրա։ Չէ, որտեղից տենայ գլխար կնեցել քաշել գլխին։ Լավ, հիմա ինչ անենք։ Ասում կարող է։ Գնանք հարևանի դուռը նորից թակենք։ Թակենք հետո ինչ։ Կամ էլ գնանք մեքենայի մեջ հերթապահենք։ Կամ էլ գնանք տուն։ Ոնց կասես։ Գնացինք հերթապահելու, արի։ Բարի լույս, Հրաչ։ Հրաչ։ Բարի լույս։ Այս սիրտը ստեղից չի կտրվում։ Հա դե որովհետև ոչ Նարեկն է զանգերից պատասխանում, ոչ էլ Արսենը։ Տերակ ես ուր են։ Այս նոր սպանության բացահայտման աշխատանքներով են զբաղվում։ Հա այդ գիտեմ, ինչ որ նոր բան կա։ Չէ, ոչ մի նորմալ բան չկա։ Բարձա։ Լավ, Հրաչ, որ գան ինձ կասես, լավ։ Լավ։ Հրաչ։ Քո ասացի մասին մտածել եմ, բայց հարմար տարբերակ չկա, հասկանում ես։ Նախ առանց պատկան մարմիններին տեղյակ պահելու մենք Շաքեի տան մոտ չենք կարող ոստիկան կանգնեցնել։ Մանավանդ այն դեպքում, որ ինքը չի էլ խնդրել։ Հա, Հրաչ, ինչ է եղել։ Ոչ մի լավ բան աղաս։ Չդիմացա ու խոսացի Շաքեի հետ։ Հետո, Հրաչ։ Հետո մեղմ ասած ինձ ուղարկեց գրողի ծոցը։ Լավ էլի Հրաչ։ Չեմ հասկանում, դու 7 ամս եք անես ծնվել, հա։ Չէ։ Ու հաստատ գիտեմ, որ Համլետն ու Շաքեն կապում են իրար հետ։ Չհասկացա ինչ ես ասում։
Չէ, հանցագործ կապով չէ, հանգիստ տեղի։ Ուղղակի այն օրը Համլետը հաստատ եմ ասում, իմ համար չէր եկել։ Շաքեի համար էր եկել։ Ինչ որ բան գիտես հրաչ։ Համար ես ոստիկանի 6-րդ զգայարանն եմ խոսում։ Ճիշտն ասած, իսկի չգիտեմ էլ ինչ ասեմ։ Ինչ պիտի ասես։ Ինչ պիտի ասես։ Ես քանդելու եմ այս կծիկը։ Այ լավ էլի աղբոր պես հրաչ։ Չէ, հանգիստ տեղի։ Շաքեին չեմ վնասի։ Ես չեմ էլ կասկածում։ Դե լավ է, որ չես կասկածում։ Լավ, հետո կխոսենք։ Տղերքը հենց գան, կզեկուցես։ Լսում եմ, պարոն գնդապետ։ Համարյա։ Իա։ Ես դուք եկել եք դեպքի վայրը ուսումնասիրեք, հա? Հերթապահություն անեք, թե քնեք։ Դու ասա ինչ ես քաղաքացիական հագուստով։ Ասեմ քեզ, հեչ չես նայվում։ Բայց դուք լավ էլ քնած նայվում եք։ Ափսոս չնկարեցի գցեի համացանց խայտարակը լեիք։ Եթե համակարգի խաթր չարեցի։ Մի հատ չէ դու հաստատ կանեիր։ Բայց լավ չափերդ մի անցի, ու ասա տեսնեմ ինչ ես ստեղ։ Աղասն ասեց, որ գործը առաջ չի գնում, ասես գնա օգնի դրանց։ Աղասը տենց բան չէր ասի։ Չես հավատում։ Չես հավատում, գնա հարցրու։ Հարցից չպատասխանեցիր, ինչ ես քաղաքացիականով։ Որովհետև միշտ չի, որ մարդիկ ուզում են ոստիկանի հետ կիսվել։ Ու ինչ կիսվողներ եղան։ Հա, եղան, երկու հոգի եղան։ Մեկը խանութի աշխատող է։ Ասում է, որ այդ Վանիկը էս քանի օրը շատ լարված ա եղել։ Ինչ որ լակոտներից է բողոք է, որ ապակիներ են կոտրել։ Ինչ ապակի, Վանիկը մեքենա չունի։ Իր տունն էլ շատ բարձր հարկում է։ Մեքենան կապ չունի։ Այս բակով որ դուրս գաք, անկյունի վրա ապակիների խանութ կա։ Տարբեր ապակիներ են տալիս, հայելիներ, տարբեր չափի ապակիներ։ Դա երկրորդ հոգին հա կիսվել։ Հա, էդ էլ երկրորդն է։ Ասում է, որ Վանիկը արդեն 2 շաբաթ է տեից ինչ-որ ապակիներ է ուզում։ Պայքար խոսում ես, վերջը չես ասում, ինչ ապակի։ Այն, որ մուտքերում հոսանքի շիտեր են լինում, դրանց փոքր ապակիները։ Մի 6-7 հարկը հավաքել եմ, բայց էլի բաներ կան հավաքելու։ Եթե ուզում ես մենք ես կօգնենք, երեխեքը ինձ հարցնում էին, սպասում են, որ դու ասես։ Չէ, տան իրերն են, հիշողություններ են։ Նայում եմ, մտածում եմ, ընկնում եմ մտքերի մեջ։ Հեշտ չի թողել են տունը, որտեղ ծնվել մեծացել ես։ Դե հա։ Բայց ոչինչ, կաշխատես ու հետո այդ տունը հետ կգնես։ Գիտես, մտածել եմ դրա մասին։ Բայց հետո միգուցե չուզենամ վերադառնալ։ Կամ արդեն ուրիշ մտքեր ինձ հանգիստ չթողնեն։ Կներես, տխուր բաներից ենք խոսում։ Մինչև ձեր մոտ գալը մի 2 տուն զանգեցի, տերերի հետ խոսացի։ Ասեցին, որ 2 ամսվա կանխավճարը ուզում են։ Բայց Skype-ում տեսա, որ մի 2 տուն են ավելացրել նոր։ Իրանց տերերի հետ կխոսամ, միգուցե համաձայնվեն, որ մաս-մաս վճարեմ։ Հա, շատ լավ կլինի, որ տենց ստացվի։ Մանավանդ, որ առավոտ պետք է ազատեմ տունը։ Բայց Ծոմը ասեց, որ ծայրահեղ դեպքում կարամ իրերս դնեմ իրանց գարաժում։ Ես էլ մնամ իրանց տանը, բայց դե ինչքան ուրիշի ընտանիքին նեղություն տաս։ Դե հա, իհարկե, համաձայն եմ։ Հատիկայլենք։ Չէ, մեզ ծաղիկներ հաստատ պետք չի։ Բայց տորթից մեկ էլ փուչիկներից չենք հրաժարվի։ Լավ։ Իսկ մոտա որ երբ կլինի։ Չէ, մեզ նորմալ է, մենք կսպասենք։ Լավ, մերսի։ Վերջ պայմանավորվեցինք։ Մեկին ինչ ասես բանալիները վերցրել է։ Հա, վերցրել եմ։ Համ էլ Դավիթի հետ մի 10 րոպեից կհասնեմ։ Դե սպասենք 10-ը պրծնի Կարենը գնա իր գործին, մենք էլ գնանք մեր գործը անենք։ Մնացածն էլ Մարթայի վրա է։ Դե արի հիմա գնանք, որովհետև Բակուցը չի սիրում, որ ուշանում ենք։ Փու, պիտի անպայման ընդհատեիր, չէ՞, զվայելքներս։
Սպասի։ Իա, ոնց որ վերականգնվում, հա։ Ոյ։ Վերականգնվեց։ Այո։ Վերականգնվեց։ Հիմա դրա համար ես ստացել եկել ես երեխան զանգեր գալ։ Երեխան դպրոցում ա։ Հիմա արագ խոսենք, մինչև երեխան գա, ես արդեն տանը կլինեմ։ Լավ։ Արի հասկանանք իրար Սուսան։ Դու ասացի որ քեզ զանգել են, ես ասացի որ դա գցես ծեր ցուցակ։ Արել ես։ Հա, գցել եմ։ Երկար ժամանակ զանգ չկար, բայց երեկվանից էլ սկսել են զանգել։ Զանգում լռում էին, իսկ այսօր առավոտը զանգեցին, խնդրեցին որ քեզ կանչեմ հեռախոսի մոտ։ Հետո Դե հետո ասացի, որ սխալ եք զանգում, ասացի, որ իմ համարն է ու որ ես ոչ մի շարքի չեմ ճանաչում։ Լավ, վերջը։ Ասաց, որ ստում եմ, որ շատ լավ էլ ճանաչում եմ։ Հələ դրան տես, համարը դուր։ Փակ համարից էր զանգում։ Շակե, դու այն համարը ստուգեցիր, որով այն ժամանակ ինձ զանգում էին։ Հա։ Երիտասարդ տղայի անունով է համարը, ասում է ինչ-որ ռուսկին է եղել, անձնագիր չի ունեցել, խնդրել է իրան, որ վերցնի իր անունով այդ համարը, ինքը չի մերժել վերցրել է, տենց մտքով չի անցել, որ… Սա էլ երկին հայերեն էր խոսում, արտահայտիչ առոգանություն չուներ։ Բարձր։ Սոսե, մի հատ լավ հիշի խնդրում եմ, ինքը ասեց հեռախոսը փոխանցի Շակեին, թե ասեց Շակեի համարը դուր։ Չէ, ասեց, հեռախոսը փոխանցի Շակեին։ Երևի իրա կարծիքով մենք միասին ենք ապրում։ Իսկ որ ասեց, ստում ես, դու ինչ ասացիր։ Անջատեցի։ Շատ էի վախեցել։ Էլ չի զանգել։ Դեռ չէ։ Չես պատկերացնի ինչքան եմ վախենում։ Ընդհանրապես վախենալու բան չկա Սուսե։ Ոչ մի բան։ Ինչ վերաբերում է քեզ ու Էդմոնին, կարող է մի քանի օրով տեղափոխվեք իմ տուն, չէ, այսինքն պետք չի, պետք չի։ Ինձ հլը զանգի ժամն ասա երբ է զանգել։ Ընդհանրապես բոլոր զանգերիդ ժամերը ինձ պետք է։ Դե արդեն 2 շաբաթ կլինի օրական փոխում էր։ Իսկ կարող է ձեզ ասած լինի ում վրա է կասկածում։ Ինքն էլ չգիտեր։ Ասում էր ես գիշերը կողքն եմ մնալու, որ բռնեմ այդ լակոտներին։ Լակոտներին, հա։ Հենց տենց էր ասում։ Հա։ Այսինքն մի քանի հոգի են։ Մայրիկ ջան, դուք ես բակերի մաքրմամբ եք զբաղվում։ Կարող է ձեր ականջով ընկած լինի, որ էլի այդ դեպքերի մասին խոսացած լինեն, էլի ապակի կոտրված լինի։ Ոնց որ թե վերևի թաղերում եմ սենց ինչ-որ բաներ եմ լսել։ Այ հիմա որ ասեցին, հիշեցի տղա ջան։ Շատ լավ։ Մեզ կարող եք ուղեկցել այդ բակը։ Անպայմանիչ չէ, գնացինք։ Ներս մտեք։ Կամարյան, ինչ-որ բան կա։ Եսին ոնց ասեմ, որ ճիշտ լինի։ Ոնց կան, հենց էլ ասա։ Ուզում է Ռաֆիկ Սանոսյանին հարցաքննե։ Պարզվում է հրաշն է հարցաքննելու։ Հա ինչ։ Ու խնդիրը ո՞րն է։ Եսին այդ երբանից է հրաչը Համլետի գործերին խառնվում։ Որոշում չկար, որ պայքար։ Ոնց որ դու էլ իմ գործերին ես խառնվում, հա։ Բայց լսի Կամարյան, մեր գործում կարևորը ո՞րն է։ Կարևորը հանցագործին բացահայտելն է։ Կարևորը նրան պատժելն է։ Լավ, այլ մի շարունակի։ Դա նշանակում է, որ հրաչը Սանոսյանի հետ լեզու է գտել։ Ու Սանոսյանն է ուզել զրուցել հրաչի հետ։
Իսկ դա ինչ է նշանակում։ Նշանակում է, որ հանցագործը ուզում է մեզ հետ համագործակցի։ Այ ապրես։ Եթե ուրիշ հարցեր չունես, ազատ ես։ Սպասիլը պայքար։ Քեզ ասել էի, որ ազատ լինես տղերքին, Արսենին ու Նարեկին օգնես։ Օգնել եմ։ Առավոտ քնից հանել եմ, հետքն էլ գտել եմ, տվել եմ ձեռք։ Չեմ տաքսին ու կասեմ։ Շատ ուրախացա, որ իմացա, ուզում ես հետս խոսես։ Այդ քո շահերից եմ բխում, Սանոսյան։ Ասել եմ ու էլի ասում եմ։ Գիտես, ես վաղ թե ուշ քանդելու եմ այս կծիկը, բայց դու էիր գնալու կորեիր, սենց երիտասարդ։ Դե հիմա ասա, ինչ ես ուզում ինձ ասես։ Համլետը վաղուց էր ուզում ես Թոնային 7-ի գործից հրաժարվել։ Շատ կեղտոտ գործ է ու համել հիմա ինչքան լակոտ ասես այդ գործով ասպաղվում։ Ճիշտ է ինքը շատ լուրջ կլիենտուրա ուներ ու այն էլ հարուստների շրջանում։ Բայց դե ամեն ինչի համը արդեն դուրս է եկել։ Էդ ինքն է ասել։ Հա, համել ուզում է օրինական դաշտ գա։ Որոշել է մաքուր բիզնես անի։ Հա, ինչի մնացածից ինչով է վատավոր։ Իսկ ինչ է ասել, պատրաստի բիզնես է ուզում, թե նորն է դնելու։ Չէ, պատրաստի բիզնես է ուզում, որ համել լավ փող բերի։ Ու այդ բիզնեսը էլի խլելու է, չէ։ Դե պարզ է, հնորի չի առնելու։ Համլետ։ Որոշել է օրինական դաշտ մտնի անօրինական ճանապարհով, հա։ Իսկ կարող է տեղյակ ես ում եղածին աչքը դրել։ Դե կոնկրետ չգիտեմ, մի քանիսն են, պիտի իր ֆինանսիստը հաշիվները ստուգի, հետո Համլետը կհասկանա։ Դու հաստատ ոչ մի անուն չգիտես։ Հաստատ ոչ մի անուն չգիտեմ։ Ինձ ուրիշ բան ունես ասելու։ Ոչ մի բան։ Համլետի դեմ վկայություն։ Չէ, ինչ Համլետի դեմ վկայություն, ուզում եք վաղ դիակս գտնեմ։ Սրանից հետո Համլետի գործով ոչ մի բան ոչ խոսալու եմ, ոչ էլ վկայություն եմ տալու։ Դուք էլ ձեր տված սռոկն էլ, ինչ լինելու է թող լինի։ Լավ։ Հիմա վերջին հարցս։ Սահակյան Հակոբ անուն ազգանունն է։ Քեզ ծանոթ է։ Ինքը ասել է դրա մասին։ Հակոբին Համլետն է դրսում պահում։ Ինչքան գիտեմ, որոշել էին, որ գար Հայաստան։ Այդ գործի համար։ Ես չգիտեմ, իմը թմրանյութներ։ Ես ինչ լսել եմ, կողքից եմ լսել։ Ու այդ ամեն ինչի մեջ էլ ես չկամ, դրա համար եմ հանգիստ ասում, որովհետև ինձ չի կասկածի։ Այս հաշվարկներ են, երամսյակ կտրվածքով։ Ես ուզում եմ, որ դու նայես ու ասես, քո կարծիքով ես ամեն ինչը խելքին մոտ է։ Ներսում մարդ ունես։ Քո համար մեկ չի։ Դե նկատի ունեմ ներսի մարդ է, այս ինֆորմացիան տվել, թե քո տղեկն են մոտավորապես հաշվել։ Դու քո կարծիքն ասա, մնացածը կարևոր չի։ Դե մոտ 80-90%-ով մոտ է իրականություն։ Լավ, շնորհակալ եմ։ Դու խոսել ես ընկերոջդ հետ։ Ես ուզում եմ, որ դու մեզ ծանոթացնես։ Հա, զանգել եմ։ Երկրում չի ուղղակի։ Հենց կա կզանգի։ Մենակ այդ ծանոթացնելու պահը մի տեսակ չեմ հասկանում։ Լավ էր հասկանում ես։ Հենց դա էլ քո դուրը չի գալի։ Նայ Հակոբ, դու քո բաժին գործնարա, ես էլ իմ խոստացածը կանեմ։ Հետո եթե կուզես մենք էլ չենք հանդիպի։ Իսկ հիմա
Կարաս գնաս հանգստանաս։ Տղուտ տեսել ես։ Չէ։ Գիտեմ դժվար է, բայց մի քիչ էլ սպասի։ Երեխեք սենց ասեմ, բակումս եւ ուշանալ բառերը իրար ոչ թե հակացուցված են, այլ թշնամի։ Երեխեք, բայց կարող է լուրջ բան ա եղել ինչ-որ կամ հիվանդացել ա, այսօր տեսնող եղել ա իրան։ Մեգի ջան, բակումս եւ հիվանդանալ բառերն են իրար թշնամի։ Լավ էլի ծոմ, աղբորպես։ Ապա սենց ասեմ, եթե բակումսը եւ հիվանդությունը մի օր հանդիպեն, հիվանդությունը կհիվանդանա։ Երեխեք, այսօր դաս չի լինելու։ Բակումսը պետքա դուրս գա ակադեմիայից։ Դավ քեզ ասել։ Հա։ Իսկ ինքը լավ է, դե հիվանդ չի։ Չէ, ուղղակի ասեց, որ անհետաձգելի գործեր ունի։ Դե լավ, որ տենց է ես գնամ։ Հետո կզանգեմ ձեզ։ Լավ ապեր գնա հանգիստ։ Ես հեսա կգամ։ Լավ մարդս։ Ահա, ապեր ոնց որ մեր ուզածը լինում է քիչ-քիչ։ Այսի գնաց, հիմա շուտ կգնանք իրանց տուն, ամեն ինչ կարգի կբերենք, այդ տեղափոխության արարողությունը կիրականացնենք, որ անակնկալը լինի լիովին պատրաստ։ Կգաս, չէ՞։ Հա, կգամ։ Դուխդ ինչեր չգայիր։ Արամ ջան, փակ համարից ա եղել զանգը, բայց ես ուզում եմ իմանալ, թե դա ինչ համար է, հասկանում ես։ Չէ, քրոջս համարին ա եղել զանգը։ Չէ, հաղորդում տալ պետք չի, որովհետև Արամ ջան, թղթաբանությունը նորմալ է, քրոջս անունով է։ Եղավ գալիս եմ։ Սոսե, լսում ես դու ինձ։ Վանիկը 5 շենք էր սպասարկում, ես վերջինն եմ։ Ու իդեպ մահանալուց 2 օր առաջ եղել է այս շենքում։ Հետաքրքիրը գիտես որն է, որ բոլոր շենքերում բնակիչները նկատել են, որ ապակին կոտրած է կամ ապակիները, բայց ոչ մեկ չգիտի ինչի համար ու ով է կոտրել։ Իմ մոտ արդեն այս տպավորությունն է, որ մենակ Վանիկն է իմացել դրա համար էլ սպանել են։ Չնայած ես ոչ մի շենքում կոտրած ապակի չտեսա։ Կամ էլ գլխի անկել։ Լավ արի ես էլ ստուգենք։ Տեսնենք ստեղից ինչ կգտնենք։ Կոտրված է։ Ես ինչ եմ գալիս։ Պաստորեն մենք ճիշտ էինք։ Համլետն է կազմակերպել Հակոբի գալը։ Հա։ Ճիշտ է Սանոսյանը ուղիղ չասեց, բայց ես վստահ եմ, որ հենց այդ բիզնեսների համար է իրան բերել։ Հա, միանշանակ։ Ու ես կարծում եմ, որ հենց Հակոբի տեսանյութն էլ ինքն է ջրի երես հանել։ Ինչի համար։ Որ Հակոբին ձեռքերի մեջ պահի։ Հա, իսկ ինչի՞ չէ որ։ Չէ, վատ չի։ Բայց ինչ ես կարծում, մենք կարողանանք իմանանք ինքը ում բիզնեսների վրա է աչքը դրել ու կանխենք։ Չէ, չեմ կարծում, որ հիմա կարող ենք իմանալ։ Ինձ ուրիշ բան է հետաքրքրում։ Այդ բիզնեսը ումից որ խլեն, կդիմի ոստիկանություն։ Թող չդիմի։ Թող կորցնի բիզնեսը։ Լավ է, հրաչ։ Գուշակությունը ամենաանշնորհակալ գործն է։ Դու ինձ ուրիշ բան ասա, ինչ կատարակից Արսենից Նարեկից խոսել ես հետները։ Աչքիս ես գիշերել հերթապային։ Մի հատ բան եմ իմացել, հեսա կպատմեմ։ Արսեն։ Վախեցա։ Արեք ջան, ինչ ես անում, բան ենք պայմանավորել։ Հա, վախեցա։ Երկու վախ մի մահ։ Համել տես մի մտածի, իրենք ես ցերեկվա ժամին հաստատ չեն գա։ Դե որ տենց արի գնանք մեքենայի մեջ սպասենք։ Համել բակում ինչ կար։ Բակում մեր ռեալ լռությունը։ Իբր ոչ մի բան էլ չի եղել։ Արի գնանք լավ մեքենա։ Նարեկ, եթե դու վստահ ես, որ միջև մութ անկները չեն գալու, իմաստը ո՞րն է այստեղ սպասենք։ Արսեն, ես նշի որ 100% վստահ եմ։
ու ոչ մեկ չի կարող վստահ լինի։ Համել ես համաս քեզ դու պետք չի բանկերում այդքան ման գանք։ Ճիշտ ես ասում, չէի մտածել։ Քեզ պետք չի հավաք լեցին եմ մտածել։ Դու գործի կապիտանը քո փոխարեն կմտածի։ Իմացի հարևանը տուն կահույք էին բերել, երևի անկյունով մեր դռանն են կպել։ Ողացա։ Իմացար էլի իրանք են։ Մեկ-մեկ մտածում տանից դուրս եմ գալու, մի անգամից գան ու ինձ տանեն նորից։ Մամ, ես մի հատ բան ունեմ հարցնելու։ Որ իրան հանդիպել ես։ Որն է ուզածը։ Իրա ուզածը մի բան է, հանդիպի հետդ։ Նույնիսկ Եբե հանդիպի։ Հանդիպի ինքը իմ հետ։ Իսկ ինքը մտածել է, ես ընդհանրապես իրան ուզում եմ տեսնեմ։ Ինչ։ Ասա, հա, տեսնում որ բան ունես խոսելու հետս։ Քաղաքից դուրս էր գալու, ասեց որ վերադառնա ուզում ա գա խոսենք։ Ես խոսեմ իրա հետ։ Ախր ես իրա հետ ինչ խոսեմ։ Ինչ կա խոսելու ընդհանրապես։ Ախր մենք այնքան էինք իրար սիրում։ Այնքան սիրով ենք ամուսնացել, ինքը շատ լավ մարդ էր։ Էր։ Տես, ինքդ ասեցիր։ Այսինքն հիմա չի։ Չգիտեմ երկու բառ ենք խոսել, բայց այն ժամանակ որ քեզ վերցրեցի ու փախա այդ տնից, հա, այդ լավ մարդուց բան չէր մնացել։ Խմում էր։ Չէր հասկանում ինչ անում։ Հետո այդ շրջապատը։ Ահա որ մարդիկ էին, որ ուզենային մեզ վնաս տալ, ինքը ոչինչ չէր կարող անել, որովհետև այնքան էր խմում, գիտակցությունը կորցնում էր։ Ու քո կարծիքով այդ ինչից սկսվեց։ Նորմալ չի, չէ, որ մարդը կարա մի վայրկյանում փոխվի։ Չգիտեմ, շատ էր տանջվում։ Ուզում էր, որ մենք լավ ապրենք։ Ասում էր ինչ գործ առաջարկեն կանեմ, միայն թե ընտանիքս ապահովեմ։ Ես շատ եմ ասել, որ մեզ ավել բան պետք չի, մենակ թե գլուխս հանգիստ դնեմ բարձին քնեմ։ Բայց ինքը իր ասածն էր անում։ Ինչ է։ Հետո։ Էլ ինչ հետո։ Չգիտեմ ում հետ էր ծանոթացել։ Ինչ գործ էին առաջարկել։ Սկսեց ուժ գալ։ Հետո էլ այդ խմելը։ Մեկ-մեկ էլ այդ մարդկանց բերում էր մեր տուն, սեղանը փռել էր տալիս։ Ուտում խմում էին, ինքը գնում քնում էր։ Դրանք նստում քեֆ էին անում։ Այնքան ա եղել, որ քեզ հարևանի տուն էի տանում, որ հանկարծ այդ ձայներից չարթնանաս լաց լինես։ Շատ դաժան օրեր էին Մարթա ջան։ Դու մտածում ես, որ այդ մարդը հնարավոր է հիմա նորմալ մարդ է դարձել ու այնքան, որ հիմա կանչում ես, որ իմ հետ խոսի, հա։ Մարթա չգիտեմ, բայց խոսել պետք է։ Խոսենք հասկանանք, որ կամ խելքը գլուխն է հավաքի, կամ էլ ինչ։ Պիտի փախնենք նորից։ Իսկ ուր ենք փախնելու, որոշել ես։ Նման բան էլ չի լինի։ Ճիշտ է, ես երկու բառ եմ հետը խոսել, բայց հա փոխվել էր։ Հայացքը դրիվ ուրիշ էր, խոսելը։ Մարթա ջան, իրա մեջ ինչ-որ բան էր տեղի ունեցել, չգիտեմ։ Լավ, գնա հա չուշանաս, այնքան խոսեցի, ուշացրեցի քեզ, գնա։ Մամ ջան, խնդրում եմ, ես վախենում եմ այդ մարդուն տեսնեմ։ Եթե ինքը ուզենար մեզ վնասել, արդեն վնասել էր։ Կամ գնացել մոտնն էի հասել, ինչ ուզեր կաներ, չէ։ Հա, բայց ինքը կանչել է իր մարդկանց, որ ինձ տանեն իր մոտ։ Քանի անգամ, արի խոստովանի, որ այդ նորմալ չի։ Նորմալ չի։
Ինքն էլ հրաշալի գիտի, որ նորմալ չի։ Դրա համար ամաչում ա գա, երես չունի գա, դուռը թակի ներս մտնի։ Բայց շատ ուրախացել էր, որ ես գնացել էի իր մոտ։ Okay, ոնց հասկացա դուք արդեն պայմանավորվել եք։ Ես ուզում եմ դու հանգիստ ապրես։ Տեսնում եմ, չէ՞ ոնց այս ամեն ինչը քո վրա ազդում։ Ախ, դրա համար ես որոշել առանց ինձ հարցնելու այդ մարդու հետ հանդիպում կազմակերպես, հա։ Չէ, Մարթա ջան, առանց քո համաձայնության ոչինչ չի լինի։ Հիմա գնա չուշանաս։ Դե գնա։ Գնա։ Մամ, Հաջա։ Ամեն դեպքում իմացի, որ այդ հանդիպման հետ կապված ես իմ համաձայնությունը չեմ տվել։ Հա, գնա, օրը կգա կխոսենք։ Գնա։ Եթե մաշկը չոր է, այդ դեպքում քեզ կառաջարկեմ դեմքի լվացման գել օգտագործես։ Մաշկը չի չորացնի, թե փոթվածությունն էլ չի առաջացնի։ Դե դեպքում դու մի քանի տարբերակ ինձ առաջարկի, միասին ընտրենք։ Կոնկրետ այս տարբերակը ավելի յուղոտ մաշկի համար է, իսկ այս տարբերակը ծակոտիների նեղացման համար է։ Քանի որ քո մաշկն էլ չոր է, քեզ կառաջարկեմ հենց այս տարբերակը։ Շատ լավ, ուրեմն այսօր կհարցնեմ։ Շատ լավ։ Սա եմ ընտրել։ Ապրես, շատ ճիշտ ընտրություն է։ Էս ինչքան երկար ես պատրաստվում, Մեգի։ Դե տաքսի էի վերցրել, բայց քաղաքն ինձ խցանված էր, ավելի շուտ ոտքով կհասնի։ Ուզում ես ասես, տանից ուղիղ ստեղ ես եկել։ Դե հա։ Հանսոն, կտար մի բան։ Հա, սա եմ ընտրել, շնորհակալ եմ շատ, բայց պիտի վճարեմ։ Լավ։ Մամ, դե մենք գնանք, ես մի քիչ կուշանամ։ Բայց պապա տերեկ ասեց… Ես պապայի հետ խոսացել եմ, ինքը տեղյակ է։ Հիմա գնում եք այդ վարձով տունը, հետո տուն։ Դե հա ման, բայլուր։ Դե ուղղակի հարցնում եմ։ Հա, ուղղակի տարօրինակ բաներ ես հարցնում։ Գնացինք։ Շնորհակալություն, ցտեսություն։ Ցտեսություն։ Հա, մենակ եմ ապրելու։ Դե ուրիշ ոչ ոք չունեմ։ Ուսանող եմ, բայց աշխատում եմ։ Ոստիկանական ակադեմիայում։ Ուղղակի ուզում եմ խնդրել երկու ամսվա պահանջված գումարը մեկը միանգամից մուծեմ, մյուսը մաս-մաս։ Հա, բայց որն է խնդիրը որ։ Կներեք, ես ձեզ կզանգեմ։ Համարդ, ինչ ա եղել։ Այդ որտեղ է։ Հասցեն ասա։ Լավ։ Դավո ջան, կարաս մի քիչ դանդաղ տանես, ուզում ես գցեմ ոտից։ Նենց ջանես մենակ տանես։ Փուֆա։ Ինչ ես մտածում։ Ապեր մի բան պակասում է, չեմ հասկանում, ինչ, բայց հաստատ մի բան պակաս է։ Մի բան օրինակ հեռուստացույց։ Ապրես, հեռուստացույց, հենց այդ էի ուզում ասեի։ Կարինը ոնց որ իր տանը ուներ, չէ։ Հա, ուներ, բայց կթողեմ բերի։ Կարող է չթողեն։ Դե պարտքի գումարի չափից է կախված։ Բաբեք, շատ ենք ուշացել։ Ոչ, իդեալական եկել եք։ Լավ, եկեք օգնեք, հեսա Մարթան Կարենին բերելու է։ Իսկ քո ասածը չի լինելու։ Լինելու է, ոնց չի լինելու։ Ահա։ Եղավ։ Այո։ Չգիտեմ նարեկ։ Ես գիշեր դրան պիտի պարտադիր բռնենք։ Օգնեցիր։ Դե կարող է մի քիչ ամոթ է հնչում։ Բայց եթե ես իմ տանը իմ սենյակում հանգիստ չեմ քնում, չեմ կարող հանգստանամ։ Իսկ եթե չեմ հանգստանում, դառնում եմ կես մարդ, որ ոչ մի բանի ի վիճակի չեմ լինում։ Եթե կես մարդը զգացվում ասեցի ձեները։
Ինչի, ինչ որ բան կա չես ասում, հարցեր չես տալիս։ Այս ամենը ինձ ընդհանրապես դուր չի գալիս։ Ինձ էլ դուր չի գալիս, բայց փախչելով հարց չես լուծի։ Կարեն։ Նարեկ